Ողջույն բոլորին, օրը երեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Մեկ րոպե։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 6-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը առավոտյան երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տղամարդու հետ, կարող է ձեր տնօրենն է, ձեր ամուսինն է կամ ինչ-որ տղամարդ է ինչ-որ գործի բերումով։ Սեղանի շուրջ եք նստելու, բայց ինչ-որ մի բան ձեզ կարող է տխրեցնել, ինչ-որ մի բան ձեզ դուր չգա, օրվա վերջ եւս կարող եք հանդիպել կամ շփվել ոչ է տղայի հետ, արդեն երիտասարդ տղա է սա, կարող է նոր ծանոթություն է, կարող վերևում է նոր ծանոթություն, այ մյուս տղան է ծանոթություն, կախված ձեր տարիքից։ Այստեղ եւս այս տղան, որ ինչ-որ մի բան ասի, տեսակ փուչիկն է, սա ոչ ճիշտ խոսակցություն է, փուչիկ խոսակցություն է, փուչիկ աշխատանք է, առաջարկ է, և եթե ինչ-որ մի բան ստորագրեք, դա եւս փուչիկ է։ Մի հավատացեք այդ օրը ոչ ոքի, հատկապես եթե կարող է ինչ-որ մի մեծ, այսպես գլոբալ ինչ-որ մի բան է ձեզ առաջարկում։ Կամ նաև այդ տղամարդը կարող ինչ-որ մի բան է գաղտնիք է բացահայտում կամ իր մասին է ինչ-որ մի գաղտնիք իմանում։ Եվ երեկոյան հաջողություն ունեք, դռներ են բացվում ձեր առջև, հնարավոր է հիվանդանոցի հետ է կապված, հնարավոր է բժշկական կենտրոնի հետ է կապված, նաև եկեղեցանին կարող է կապված լինել բժշկական կենտրոնի հետ կամ ոչ է կոսմետոլոգի հետ։ Իսկ երեկոյան հաջողություն ունեք, ձեր գործերը կարող եք անել, ավարտել, դռները բաց են, այնպես որ պետք է օգտվեք ուղղակի դրանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 6-ին։
Հարկելի ցուլեր այդ օրը հեռախոսազանգ կունենաք։ Նաև կարող է հիվանդանոցի հետ է կապված, հիվանդանոցից են զանգում, կամ դուք եք զանգահարում, նաև կարող եք այցելել նման կենտրոն, ձեզ վատը զգաք, ուշադիր եղեք։ Նաև դա կոսմետոլոգիա օրինակ։ Կարիերայում ինչ-որ բարձրացում, առաջ խաղացում ունեք, բայց կարծես ոնց որ առաջարկել են ձեզ, սա կամ նա, ինչ-որ տատանվում եք, ընտրության առջև եք կանգնած, կամ միգուցե ինչ-որ բան են ձեզ առաջարկել, առաջադրանք են կամ տվել, և մտածում եք կկարողանաք արդյոք դա անել, թե ոչ, կամ ինչպես անել, ինչպես գլուխ հանել դրանից, համենայն դեպս առաջ խաղացում ունեք այդ օրը, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, հանդիպում շփում որևէ տղայի հետ, և տան մեջ գումար է գալու կամ տան համար գումար եք ծախսելու, միգուցե տան իրեր եք գնում, միգուցե առևտուր եք անում տան համար, միգուցե հյուր է գալու և այլն, կամ կարող է տուն եք վաճառել, դրանից է գումար գալիս, կամ ուղղակի տան անդամների աշխատավարձն է գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 6-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում, այն ինչ որ կանեք։ Սեղանի շուրջ եք նստելու, հնարավոր է սեղանի շուրջ ձեզ հրավիրում են հարսանիքի, խոսում եք հարսանիքից, կամ հետո ամուսնության առաջարկ են անում ձեզ, կամ դուք եք անում։ Նաև սա գործարք է, որը կարող եք ընկել սեղանի շուրջ նստած, բայց հետո գորգռում եք, չգիտեմ ուր է գորգռում, դա է գորգռում, թե չէ։ Համենայն դեպս գորգռում եք հետո, նաև խոչընդոտներ կարող են առաջանալ, ավելի ուշ։ Եվ տան հետ կապված հարցեր են, միգուցե հաջողությունը տան հետ էր կապված, հեռախոսազանգը նույնպես, կամ ընտանիքի անդամներից են զանգում, նաև դա կարող է լինել առիթ, որ կարող է պետք է գնաք, կամ ձեր տուն եք մարդկանց հրավիրում, որ գան։ Տան հետ կապված ինչ-որ բաներ են, որոնք որ կանեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։
սպասվում խեցգետիններին հունվարի 6-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, դուք կանեք, նաև հարսանիքի հրավեր, գործարք է սա նաև, որ կարող է կնքել։ Երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, օձեր կան ձեր շրջապատում, հա երկուսն էլ լցվել են ձեր կողքերը։ Հույս ունեք, հույսով եք, որ ինչ-որ մի բանը, որտեվ փայք է չի ստացվում, բայց նայեք, բանալին ընդամենը այստեղ է։ Եթե հույսն է չկտրեք, կամ չնստեք սպասեք, որ դա տեղի կունենա, ապա այս բանալին ինքը շատ հանգիստ կարող է բացել։ Գուցե նաև պետական հիմնարկության հետ է կապված։ Նաև այստեղ հաջողություն կա այն մարդու մոտ, ով որ հիվանդ է, ով որ հիվանդանոցում է։ Նաև եթե գնում եք կոսմետոլոգի մոտ, այնտեղ ինչ որ հաջողությամբ այդ գործողությունները կանրվի։ Հանդիպում շփում, որ այդ տղամարդու հետ մի փոքր տարիքով անձնավորություն է, կարող է ձեր տնօրենն է, կարող է ձեր ամուսինն է։ Նա մի փոքր մեծ է տարիքով, նաև կարող է պետական աշխատող է, ինչ որ մի տեղ է եւ գնում եք ինչ որ մասնագետ է, տեսնում եք իրեն։ Եվ երեկոյան կամ արտասվում եք կամ կարող եք հուզված լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում ամուսներին հունվարի 6-ին։
Հարգելի առույցներ, այդ օրը ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ մոտ ձեր տրամադրությունը կբարձրանա։ Նաև կարող եք հանդիպել, շփվել ոչ է տղամարդու հետ կամ այդ տղամարդուն եք ուզում տեսնել եւ ոնց որ հնարավոր չի։ Ինչ որ ուզում եք խոսեք, ուզում եք հանդիպել եւ հնարավոր չի։ Կամ այդ տղամարդուն հանդիպելուց կամ խոսելուց հետո ինչ որ մի բան ձեզ մոտ չի ստացվում, որ դուք անեք, բակային էմոցիոնալ կլինեք, միգուցե ձեր երկրորդ կեսի հետ է կապված, միգուցե ինչ որ գործնական է այդ հարցը։ Եվ երեկոյան այստեղ երկերեսանի մարդիկ կան ձեր կարիերայի հետ է կապված, հա, կարող է նախանձում են, կարող է ձեզ ինչ որ բան են առաջարկել, հա, իրենք ձեզ հետ են պահում դրանից կամ կարիերան արդեն մի փոքր առաջ խաղացում ունեք եւ ոնց որ հավաքվել են ձեր շուրջ, այ իբր վայ ուրախ ենք քո համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 6-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը առավոտյան գորգռում եք, կամ գորգռում եք ինչ-որ մեկի վրա, որ շուտ արթնանա, ինչ-որ բան է այստեղ, նաև օրվա ընթացքում կամ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, կարող փաստաթուղթ եք ստանում, կարևոր տեղեկատվություն եք ստանում ձեզ համար, նաև կայցելեք ոչ է պետական հիմնարկություն կամ այնտեղ ոչ է մասնագետի կտեսնեք, դա կարող է կապված լինել հիվանդանոցի կամ ոչ է բժշկական կենտրոնի, նաև ոչ է պետական հիմնարկության հետ։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է այդ օրը, ժամին ուշադրություն դարձրեք, որ չուշանաք, որտեղ այստեղ խոչընդոտներ կան, որից էլ նաև հուզվում եք։ Միգուցե ինչ որ մի բան կամ խոչընդոտներ կան, որ ավելի շուտ տուն հասնեք, ավելի ուշ եք տուն հասնում, կամ ինչ որ մեկի հետ ժամ եք պայմանավորվել, ոնց որ չեք կարողանում ճիշտ ժամանակին հասցնել։ Դրա համար մի փոքր շուտ պետք է դուրս գալ տանից կամ ինչ որ մի տեղից։ Թեկուզ եթե ավտոբուս եք նստում եւ ինչ որ ժամ գոյություն ունի, հետո արդեն կլցվեն կամ չգիտեմ։ Բարեփոխվել է որոշ բաներ, բայց միևնույնն է 90-ականներից դուրս չեն գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 6-ին։
Հարգելի կշերտներ, այդ օրը ինչ-որ բան է ուշանում, այդ իրադարձություն է, որը կուշանա, մոտավորապես 1 ամիս մի փոքր ավել։ Նաև գումար այդ օրը կծախսեք կամ սպասում եք, որ գումար տան, ձեզ գումար փոխանցեն, կամ սպասում եք, որ ինչ-որ մեկին գումար վճարեք։ Երկերեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում, և նաև ձեր գործերը այդ օրը կմղեք առաջ, ինչ-որ գործեր կանեք, որը մնացել էր, դա կմղեք առաջ, կանեք, լինի դա բիզնես, լինի դա տան աշխատանք, ինչ ուզում է լինի, ինչ-որ գործեր են, որոնք մնացել են, դրանք կմղեք առաջ։ Եվ եթե հատկապես բիզնեսին է վերաբերվում կամ շատ կարևոր գործեր են, ապա փորձեք մի քիչ չկիսվել, որտեղ երկերեսանի մարդ կա մինչև այդ արդեն իսկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 6-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը օձեր կան առավոտյան ձեր շրջապատում, բամբասկոտներ, նախանձներ, նաև ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, նաև ձեզ սիրված կզգաք, ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեզ լավ կզգաք, կող այդ օձերը փորձում են, և օձեր կան, և երկերեսանի մարդիկ կան, փորձում են ձեր այդ տրամադրությունը փչացնել այդ կամ այդ լավ վիճակը։ Ձեր հարազատների շրջապատում եք այդ օրը և ինչ-որ մեկը կա այնտեղ, նախանձ է հարազատներից, ինչ-որ բարեկամներից կամ ինչ-որ մեկն է կողքից։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, այնտեղ ևս երկերեսանի մարդիկ կան, կամ հիվանդանոց է սա, կամ ուսման կենտրոնը և այնտեղ կան, և կամ չեն ուզում այդ գործերն անել, կամ ինչ-որ ձգձգում են, կամ իրենց վերաբերմունքից կզգաք, գծնվում են։ Նաև այդ օրը ոչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, այնպես որ ուշադիր եղեք։ Նաև առաջ խաղացում ունեք, այդ օրը զարգացում, ձեր գործերը առաջ կգնան, ձեր բիզնեսը առաջ կգնա։ Եթե աշխատում եք ինչ-որ միտեղ, այդտեղ ևս ձեր ինչ-որ անում եք կամ շատ լավ կստացվի կամ առաջ կտանեք այն։ Իհարկե այստեղ դուք չեք առաջ տանում, սա ոնց որ ավելի լավանում է ձեր գործերը։ Եվ գումար կամ կստանաք կամ գումար կծախսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։
Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 6-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը առավոտյան կամ գործարք եք կնքում, պետք է շուտ արթնանաք, որ այդ գործարքը գնաք կնքելու, պայմանագիր է սա նաև կամ այստեղ ձեր ամուսինն է գալիս տուն, քնից է արթնացնում, կամ սա ինտիմ հարաբերություններ է։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն նաև կարող այդպես քնից են հանում ձեզ։ Սպասում եք ինչ-որ մեկին, սպասում եք նաև ինչ-որ բանի, և ինչ-որ լուսավոր մի բան է տեղի ունենալու, որ ձեր տրամադրությունը կբարձրանա։ Դրանից հետո սկսում եք տատանվել, ծանրութեթև եք անում, ինչ-որ ընտրության առջև եք նաև կանգնած լինում, հեռախոսազանգ ունեք, տան հետ կապված իրադարձություններ են, միգուցե առիթ է, միգուցե հյուրեր են գալիս, կամ տեղափոխվում եք, կամ ինչ-որ մի բան է այստեղ տան հետ կապված, միգուցե ուբորկա եք անում, մաքրում եք, որոշել եք ի վերջո ամանորի սեղանը հավաքել։ Կարիերայի բարձրացում ունեք այդ օրը, նաև սա կարող է կարգավիճակի բարձրացում, այսինքն ընտանիք կազմել, ընտանիքը վերամիավորել, այսպես կարող տղամարդը տունը չէր գալիս է եւ ոնց որ էլի նույնիսկ բոլորդ միասին եք լինում։ Դե աշխատանքում նաև, հա, սա կարող է կարգավիճակի փոփոխություն լինել, հնարավոր է պաշտոն է, հնարավոր է ինչ-որ մի բանի փոփոխություն է, հա, ձեզ մոտ բաժնից բաժին, հա, որը մի քիչ ավելի լավ է, ավելի բարձր է։ Եվ հիվանդանոցում ինչ-որ մեկը ունեք, կամ աշխատանքը կարող է հիվանդանոցի հետ է կապված։ Նաև սա ինչ-որ կոսմետոլոգի մոտ կարող եք այցելել, այդ գործողությունները անելու համար, կամ շատ եք աշխատում այստեղ և կարող եք քրտնել, սառել, այդպես։ Հետևեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 6-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը ելք եք փնտրում, միգուցե ինչպես գնաք բժշկի, ինչպես այցելեք ինչ-որ մեկին, ով որ հիվանդանոցում է, ինչպես տեսնել ոնց որ բժշկին, դե համար ելք եք փնտրելու։ Նաև ձեր սիրելի հետ կարող եք ինչ-որ միտեղ երկար մնալ, ձեր հարազատ մարդկանց հետ, նստել երկար, ձեզ սիրված զգալ, ինչ-որ միտեղ եք, որտեղ որ շատ լավ է եւ երկար եք մնում եւ ձեզ լավ եք զգում։ Եվ օրվա վերջ ինչ-որ մի բան փակ է։ Միգուցե ուզում եք գնալ սեղանի շուրջ նստել ինչ-որ առիթ է կամ ժամադրված է կամ ինչ-որ բան մի քիչ դժվարություններ կան, հետո կբացվի, հետո կուղվի ամեն ինչ կկարողանաք գնալ։ Միգուցե տաքսի չկա, որ գնաք, միգուցե սա չկա, միգուցե նա ինչ-որ բաներ են, հետո արդեն ամեն ինչ կկարգավորվի կամ գնացել եք ինչ-որ առիթի, ինչ-որ մի տեղ եք եւ այնտեղից տուն վերադառնալու համար դեռ ոնց որ չեք կարողանում վերադառնալ, հետո արդեն ամեն ինչ կարգավորվում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 6-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը Երգեզյանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև այստեղ ձեր գործերը կարող եք առաջ տանել, զարգացնել, ինչ-որ մեկ այդ կարող գործարք եք կնքում, որը ձեր գործերը այդպես առաջ է մղում։ Նաև սա հարաբերություններն են, որ եւս կարող է զարգանա, լավանա, առաջ գնա։ Եթե խնդիրներ կային, հա, ապա ոնց որ հաշտվեք, ամեն ինչ նորմալ լինի։ Դա համար այստեղ կան Երգեզյանի մարդիկ ձեր շրջապատում։ Կամ այստեղ ինչ-որ կարևոր գործարք եք կնքում, որը եւս ձեզ համար սա հիանալի հետագայում հիանալի է լինելու։ Նաեւ այդ օրը այստեղ ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է երեկոյան, բայց հետո ամեն ինչ լավ է լինելու, հաջողություն ունեք, այնպես որ այդ տխրությունը շատ կարճ կտևի, հետո ամեն ինչ կկարգավորվի ձեզ մոտ։ Նոր դռներ կբացվեն ձեր առջև եւ կզգաք, որ ինչ-որ փոփոխություններ տեղի ունեցան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցկների։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 6-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, դա երկար եք սպասել դրան, եւ այդ լուրը ի վերջո կգա։ Նաեւ ժամը ձեզ համար շատ կարեւոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք ինչ-որ միտեղից։ Օրվա ընթացքում զարգացում, առաջ խաղացում կա ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում, նաեւ ոմանք ցերկ խոստովանեն, ոմանք սիրված կզգան այդ լավ լուրից, միգուցե հարազատների մասին եք լավ լուր լսում։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ են, միգուցե առիթ եք կազմակերպում, կող այստեղ ծննդաբերության մասին եք լավ լուր լսում։ Նաև հյուրեր եք ընդունում, ինչ-որ մարդիկ են գալու մնան ձեր տանը կամ ինչ-որ բաներ եք անում տան հետ կապված, տեղափոխություն եւ այլն։ Եվ այստեղ ինչ-որ միտեղ կգնաք երկար կմնա կամ հենց դա է, կա հյուրերն են գալիս ձեր տուն երկար մնում, հա կամ դուք ուրիշի տանը, գուցե նաև այնտեղ եք գիշերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այստեղ նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Ում շատ եք հոգնել արդեն հանգիստ է պետք ձեզ։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։